Սիրելի հետևորդներ, այսօր եկել ենք Հովտաշատ գյուղ ձեզ համար նկարելու լոբիների մարգերով մշակելու մեթոդները։ Ուրեմն լոբիները արդեն ցանել են, մի հատ հասկանանք ինչ տեսակի լոբի եք ցանել։ Ինչ լոբիներ են սրանք։ Վայրոնկա լոբի։ Կարճ վայրոնկա լոբի։ Կարճ վայրոնկա ու հատիկ լոբի։ Իսկ հատիկ լոբի սև հատիկ լոբին է։ Չէ, սև չէ, վայրոնկա ինքը, Հա, սև չի։ հասկանալի, այսպես։ Երբ եք ցանել լոբիները։ Մի 20 օր առաջ։ Հա, այսինքն արդեն 20 օր առաջ ցանել են, տեսեք որ մեջտեղի բաներն արդեն տերևները բացվում է, շաքիլա տերևները դուրս են եկել։ Ինձ անընդհատ հարցնում են, արդյոք հնարավոր է որ լոբին մարգով էլ մշակենք։ Նշենք, որ լոբին մարգով մշակել լինում է, ահա կարող են տեսնել մարդիկ, որ ոչ միայն թմբային տարբերակով կարելի է լոբին ցանել, այլ նաև կարելի է այսպես մարգով ցանել։ Ինչ պարարտացումներ, սնեցումներ եք տալիս առհասարակ։ Տալիս ենք Ուրեմն ազոտական պարարտանյութեր են տվել միջայս, այս պահի դրությամբ ինչպես հասկանում ենք, քախան փխրեցման աշխատանքներ պիտի կատարեք։ Դրանից հետո թողնելու եք մնա, հետո նորից մնա մինչև ինքը ծաղկի, երբ որ ծաղկի, արդեն նստում է բերքի, այդ բերքի փոքրիկ ժամանակ պարարտացնում ենք իրենց ու թողնում ենք իրենք աշխատեն։ Շատ լավ։ Մեծանում են ու խաղում են։ Հասկանալի է։ Իսկ լոբին ջրասեր բույս է, այսքանի որ ընդհանուր ոռոգովի համակարգից եք ջրելու, հելովի այսպես ասած ջրելու եք, արդյոք շատ է ջուր ուզում այսպես։ Դե պետքա նայես, եթե կարիք կա։ Չորանումը նոր ջրում եք, այսինքն ոչ թե միշտ խոնավ եք պահում, այլ չորանումը ջրում եք։ Ավազայինը իրան պետք է 2-3 օրը մեկ ջրվի, եթե չէ խոնավ հողա պետք չի շուշուտ։ Տեսեք սիրելի հետևորդներ։ Հա, այնտեղ տեղ դեղնել են։ Իմ էջում ես նախորդ տարիներին, երբ որ ինքս էի մշակում լոբի, ես կաթելային ոռոգման համակարգով էի մշակում, իրեն բավականին լավ արդարացնում էր։ Իհարկե մարգերի վերևի հատվածում մի փոքր ջուրը քիչ էր, բայց ամեն դեպքում իրեն լավ արդարացնում էր։ Հետաքրքիր է այսպես մշակելուց արդյոք իրեն արդարացնում է թե չէ, պարզվում է արդարացնում է, այսպես էլ է շատ լավ իրեն զգում լոբին։ Դե ինչ, այս պահի համար այսքանը, իսկ դուք բաժանորդագրվեք մեր ալիքին, որպեսզի բաց թողնեք հաջորդ տեսանյութերը, դե ինչ, լավ մնացեք, կհանդիպենք։